Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ այսօր թերթելով օրինակ Instagram-յան ալիքները եւ այլն եկամ եզրակացության, որ 3 եւ այսօր դատարաններում բավականին բուռն օրեր են եղել, կախված նախկին թալանչիների, երբեմնի հանցագործների հետ, ովքեր որ փորձում էին իբր մտնել քաղաքական դաշտ եւ իրենց մանդատները իրենց վահան դարձնել կամ որպես այլախոհներ ներկայանալ, որպեսզի հետագայում կարողանան կոչվել քաղաքալացյալներ, ինչը որ կարծում եմ, ինչի առաջ որ կարծում եմ մեր դատարանները չեն ընկրկի եւ հստակ հասարակության ուղերձին տեր կկանգնեն։ Օրինակներից մեկը, որ են Ալիկա Ալեքսանյան, ուժեղ Հայաստանի համահիմնադիրը, ով ուրիշ երկրի անձնագիր ունի, բանա եւս մեկ ամսով կալանքը երկարաձգվեց, իրավապահները խուզարկություններ էին իրականացնում այսօր Նարեկ Կարապետյանի առանձնատանը, ըստ պայի դրությամբ ինչ որ նորություն դեռևս չկա, այնտեղ տերորիստների մասով էր, էլի կալանք են կարծես թե երկարացնում եւ այլն եւ այսպես շարունակ երբեմնի падգամավորներ բան։ Մյուս կողմից այլ նորություններ էլ կային, որ օրինակ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, ինձ թվում է Ռոբերտ Քոչարյանը էլի չի հասկացել ինչա կատարվել, ինչպես որ սիրում է դատարանում, չէ, հենց դատավորը մի նորմալ բան ասում, ես չեմ հասկանում ինչ եք ասում։ Չգիտեմ, հայերեն ալբաներեն թարգմանիչա պետք թե ինչա պետք է պարագայում, մարդը չի հասկանում։ Ուզում ա տենց, չգիտեմ, գժի թուղթ ունի չունի, անկեղծ եմ ասում տեղյակ չեմ, բայց տենց չհասկանալով է, էլի ինքը ուզում գնա։ Հիմա հերթական անգամ ինչ-որ բան չէր հասկացել ու Նիկոլ Փաշինյանին դատի էր տվել։ Դատարանն էլ մերժել է, բայց ինչի մասին էր խոսքը, եկեք ընթերցեմ։ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի պատիվն ու արժանապատվությունը առատավորող տեղեկատվությունը հերքելու եւ փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ԵՄ իրավաբանական ընկերությունը։ Ուրեմն 25 թվականի հունիսի 5-ին ես հիանալի հիշում եմ այդ կառավարության նիստը, անգամ մեկնաբանել եմ այդ օրերին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանին անվանել էր կաշառակեր։ Վարչապետը մասնավորապես նշել էր. «Մենք կոռեկտություններ պահելով սխալվում ենք։ Օրինակ, մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է։ Եվ դա արձանագրված է դատարանի որոշմամբ, որովհետև մարդը գնացել է իր դեմ կաշառքի գործը, ասել է վաղեմության ժամկետ կիրառեք։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում է, որ ինքը կաշառակեր է»։ Հիմա եկեք մի քիչ ավելի բաց եմ այս թեման ձեզ համար, Ժողովուրդ ջան, հետո հասնենք առաջ։ Նայեք։ Եթե դու ինչ-որ մի հանցանքով դատվում ես ու վաղեմության ժամկետ է կիրառվում ու դու չես դատվում, հա, ասենք ասում են վաղեմության ժամկետը անցել է, հետեւաբար իզուր է, էլի ինչ բանել անենք։ Այդ պարագայում, եթե դու մաքուր ես, դու գնում ես քո պատիվն ու արժանապատվությունը փրկելու հետևից, ասում ես գիտես ինչ, անկախ վաղեմության ժամկետից դուք պետք է վճիռ կայացնեք իմ գործունեության վերաբերյալ։ Ես մինչև վերջ կռվում եմ, որպեսզի ցույց տամ, որ ես մաքուր եմ։ Վաղեմության ժամկետ պետք չի կիրառել իմ գործի վրա։ Ես օրենքով պիտի ապացուցեմ իմ մաքուր լինելը։ Բայց եթե դու ասում ես, օքեյ, վաղեմության ժամկետը կիրառեք, այտենց գործը թող փակվի գնա, ես էլ ինչ-որ տուժերի տուգանքների կամ դատերի բանի, պատասխանատվություն չկրեմ, դա նշանակում է, որ դու իրականում այդ հանցանքի կրողն ես, պարզապես ըստ օրենքի վաղեմության ժամկետ է կիրառվել։ Վաղեմության ժամկետ կիրառելը քեզ պատասխանատվությունից ազատում է, բայց այդ պիտակավորումից չի ազատում։ Դու կաշառակեր ես։ Հասկանում եք, դու կաշառակեր ես, պարզապես չես դատվում, որովհետև վաղեմության ժամկետ է կիրառվել։ Եթե դու պատիվ ու արժանապատվության մասին մտածող ես, ասել վաղեմության ժամկետ մի կիրառեք, ինչ վաղեմության ժամկետի կիրառելու մասին է խոսքը։ Ոչ, ես այս որոշումը դնում եմ հարցականի տակ ու ես պիտի ամեն ինչ անեմ իմ անունը արժանապատվությունը, այսպես ասած, փրկելու համար։ Հիմա դու չես արել դա, դու գնացել ես վաղեմության ժամկետով, որպեսզի
փակվի գործը, հիմա դուրս ես եկել, ասես, ինձ ասել են կաշառակեր, ես վիրավորվել եմ։ Լսիք, ես ոչ միայն ասել են կաշառակեր, այլ հիմնավորել են բավարարչի, դեռ դու էլ քո ձեռքով գրել, ասել ես վաղեմիջան ժամկետ կիրառեք։ Այսինքն դու էլ ես ընդունել, որ դու դրանով ասել ես ես կաշառակեր եմ։ Ու դու եկել դատի ես տալիս մարդուն։ Քեզ օֆիցիալ ցանկացած պարագայում հեռուստատեսությամբ կլինի, հանրային տիրույթում կլինի, ազնապես տեսնել, քեզ կարա հանգիստ, գոնե ես մի գործով։ Եթե օրինակ այն մյուս հարցերով դեռևս բանը դատական վճիռ չկա, գոնե ես մի գործով քեզ ով որտեղ տեսնի կարա ասի, կաշառակեր ու դու չես կարա, չունես իրավունք ոչինչ հակադարձելու։ Այ երբ որ հակադարձես, այս մարդը կարա գնա դիմի դատարան, ասես իրեն հասանելիք բնութագրով բնութագրել եմ, ինքը ինձ վիրավորել է։ Հասկանում ես թե չէ, որովհետև այո, դու կաշառակերն ես։ Դա հաստատված է փաստաթղթերով սա։ Հիմա նշված գործի շրջանակներում Երևան քաղաքի առաջին այցյանի ընդհանուր իրավասության դատարանը 26 թվականի հուլիսի 23-ին կայացրել է վճիռ, որով ամբողջությամբ մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը, որովհետև դատարանը բացել է նայել է կաշառակերի համար, հա, ինչի եք ասել կաշառակեր, այն գործի հիման վրա, օքեյ, նայել այն գործը, հա, կաշառակեր է, էլ ինչ ես գործը ես վերցնեմ քննության, եթե ճիշտ բնորոշում կա այս ամեն ինչին։ Վերջ, իրավական տեսանկյունից նորմալ է։ Այնպես որ որ ասում փորձված աղվեսը երկու ոտքով թակարդն գնում, հիմա կոննա, գնացիր դատարանով, ապացուցեցիր, որ այո, դու կաշառակեր ես։ Գործով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրավունքների դատական պաշտպանությունն իրականացրել է ԱՄ իրավաբանական ընկերության ավագ իրավախորհրդատու փաստաբան Արման Ներսիսյանը։ Դատարանը վճռով հաստատել է ԱՄ իրավաբանական ընկերության փաստաբանի կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի եւ ՄԻԵԴ նախադեպերի հիման վրա ներկայացած այն փաստարկը, որ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ քննված քրեական գործի շրջանակներում վերջինիս միջնորդությամբ ոչ ռեաբիլիտացնող, այն է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդման դադարեցման պայմաններում արված արտահայտությունը փաստական հիմք ունեցող գնահատական դատողություն է։ Մասնավորապես դատարանը արձանագրել է։ Դատարանի գնահատմամբ պատասխանողի հնչեցած կաշառակեր արտահայտությունը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն է, որը բխում է վկայակոչված դատական ակտից եւ նշված քրեական գործի շրջանակում հայցվորի վարկագծից։ Նման հետևության համար դատարանը հիմք է ընդունում ինչպես Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, այնպես էլ Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները։ Այնքան այսքան բլոկվել է ակամ Եվրո դատարան չի կարա դիմի։ Արդյունքում դատարանը եկել է այն եզրահանգման, որ սույն քաղաքացիական գործով ներկայացված չեն բավարար ապացույցներ, որոնք հնարավորություն կտային դատարանին եզրահանգում կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով սահմանված հիմքերի գոյության վերաբերյալ, ուստի ներկայացված պահանջը ենթակա է մերժման։ ԱՄ իրավաբանական ընկերությունը շարունակաբար իրականացնում է իր վստահորդները, այստեղ գովազդն է արդեն, թույլ տվեք չանդրադառնալ շատ։ Շնորհակալություն։ Պարոն կաշառակեր, դուք օֆիցիալ կառավարության նիստում են էլ, սա քարոզ արշավի քաղաքական հայտարարություն չի։ Սա կառավարության նիստն է, մարդը իր գնահատողական դատողությունը ներկայացրել է։ Այս մարդը կաշառակեր է։ Ինչու՞, որովհետև վաղեմության ժամկետը ասել կիրառել մի գործի վրա, որտեղ որ քննվել է իր կաշառակեր լինելու փաստը։ Դավ, մի քիչ առաջ գանք, ուրեմն Multi-Rest House հյուրանոցային համալիրում ՊԿ բացահայտել է շուրջ 78 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի թաքցված հարկային պարտավորություն։ Ընկերության կողմից 23-ից 26 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկներում աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները
նշվել է շուրջ 190.2 միլիոն ՀՀ դրամ։ Մինչդեռ ստացված տեղեկություններով նույն ժամանակահատվածում այն կազմել է ավելի քան 340 և 4 միլիոն ՀՀ դրամ։ Պարզվել է, որ 26 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից հանրային սննդի ծառայությունների մատուցման իրական շրջանառությունը կազմել է շուրջ 237.5 միլիոն ՀՀ դրամ, մինչդեռ ընկերության ֆիսկալային հասույթը նույն ժամանակահատվածում կազմել է մոտ 136.5 միլիոն դրամ, հայտնել են ՊԵԿ-ից։ Հիմա ովքեր էին բան անում, ասում, բայց այդ ինչ կապ ունի, ինքը գիտեք մեր ազգի համար ինչքան բան արել։ Հիմա ես ձեզ ասեմ, թույլ տվեք, ես ձեզանից գողանամ 78 միլիոն դրամ, տանեմ մի 10 միլիոնի լավություն բաժանեմ կողուկուշտես, անգամ ձեզ էլ չտամ, հետո երբ որ ինձ բռնեն ձեզնից 78 միլիոն դրամ գողանալու համար, այս մարդիկ գան, ասեն մետ կորիր այս տեղից, հետո ինչ քեզ այնց է գողացել, ինքը մեզ համար գիտես ինչքան լավ բան է արել, համաձայն կլինեք այդպես։ Բա երբ այնց ենք սկսելու հստակ գնահատականներ տալ, հարգելիներս, բնական է չէ, որ անընդհատ գողացողը ու մեծ գումարներ ես ընդհանրապես մեծ գումարներ գողացողը, բայց դրա համար են անում, որպեսի վահան ունենան ձեզ կիրառեն իրենց պաշտպանության համար, որ տպավորությունները այլ լինեն, հասկանում եք։ Եվ այստեղ իհարկե նաև այս ամեն ինչին գումարում ենք հեռուստատեսություն, լրատվականներ, վերջացավ։ Հետաքրքիր է, չէ՞։ Հա, իմիջայլոց Երևանի քաղաքապետը այսօր համառոտ տեսանյութ էր տեղադրել։ Երևանի քաղաքապետարը տեղեկացնում է, որ Երևանին համայնքի սեփականություն հանդիսացող տարածքում մուլտի-վելնես կենտրոնի գործունեությունը դադարեցվել է։ Նշված տարածքում կենտրոնը հուլիսի 31-ից կվերսկսի աշխատանքները Երևանի համայնքի կողմից նոր անվանման ներքո։ Նախկինում կենտրոնի գործունեությունն իրականացվել է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող տարածքում, որի օգտագործման իրավունքը ներկայումս դադարեցվել է։ Դրա արդյունքում Երևանի քաղաքապետարանը ստանձնել է կենտրոնի գործունեության կազմակերպումը, ապահովելով ծառայությունների շարունակականությունը։ Կենտրոնի ծառայություններից օգտվելու համար քաղաքացիների պայմանագրերը կնքվել էին նախկին գործունեությունն իրականացնող ընկերության հետ և վճարումները կատարել էին այդ ընկերությանը։ Այնուամենայնիվ, կարևորելով հազարավոր քաղաքացիների շահերի պաշտպանությունը, Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել շարունակել գործող փաթեթների սպասարկումը անկախ այն հանգամանքից, որ դրանց դիմաց վճարումները կատարվել են այլ ընկերությանը։ Մինչև կազմակերպական գործընթացների ամբողջական ավարտը սպասարկման հետ կապված բոլոր ծախսերը կողոքա Երևանի քաղաքապետարանը։ Բացի այդ, Երևանի քաղաքապետի հանձնարարականով կենտրոնի գործունեության դադարեցման ամբողջ ժամանակահատվածը կավելացվի յուրաքանչյուր հաճախորդի գործող փաթեթի ժամկետին, որպեսզի որևէ քաղաքացի չկրի կորուստ կենտրոնի ժամանակավոր չգործելու հետևանքով։ Ծառայությունների շարունակականությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանը կենտրոնի աշխատակազմին, այդ թվում մարզիչներին, առաջարկել է շարունակել աշխատանքը նոր կառավարման ներքո։ Ներկայումս ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները կենտրոնի բնականon և անխափան գործունեությունն ապահովելու համար։ Երևանի քաղաքապետարանը շնորհակալություն է հայտնում կենտրոնի հաճախորդներին ցուցաբերած համբերության և վստահության համար։ Մեր առաջնահերթությունը եղել և մնում է քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ու ծառայությունների բարձր որակի ապահովումը։ Եկեք ես վերջին տողը մի քիչ պիսիմիստորեն ընդունեմ, հարգելի Երևանի քաղաքապետարան, որովհետև այդ միշտ բառը ինձ մի քիչ հունից հանում է, առավել ևս, որ կան հիմնավոր ապացույցներ, որ դա միշտ այդպես չի։ Ամեն դեպքում, հիմա քաղաքապետարանն է զբաղվելու այս կենտրոնով, բայց խի, ինձ մոտ օրինակ հարց է առաջանում, ես համաձայն չեմ։ Ես ոնց հասկանում եմ, այս ամեն ինչը ապօրինի էր։
Չէ՞։ Ինչի վերցվեց ձեռքից բանի Ծառուկյան, որովհետեւ ապօրինի էր։ Այսինքն հիմի քաղաքապետարանը ասում է, որ այս ապօրինին ես օրինական ձևով կաշխատացնեմ։ Ես համաձայն չեմ։ Իհարկե ափսոս է ահագին աշխատանք արած, բայց նման բաները չպետք է ափսոսալ։ Լուրջ եմ ասում։ Սա պետք է քանդվել։ Եթե ապօրինի է, պիտի հիմնահատակ քանդվի։ Որպեսզի նաև դաս լինի հետագա սերունդների համար, որ դուք ապօրինի բան երբ որ անում եք հասարակական վայրում, հանրության համար, այգու մեջ ապօրինի հսկայական շինարարություն եւ այլն, դա ինչ որ պայի ենթակա է քանդման։ Եվ այգին վերադարձնել ժողովրդին։ Ես սրա կողմնակիցն եմ։ Արդարությունը այդպես կարող է վերականգնվել։ Սա ցեմենտի գործարանը չէ, էլի որ ասենք կոնցեսիոն կառավարում, բան էս կողմեն կողմ։ Այնի ուրիշ բան է։ Մի ռազմավարական կարևորության բաներ են, պետության ընդերքն է, մյուսն է։ Իսկ սա բիզնես է, մասնավոր բիզնես է, որը ամեն ինչը ապօրինի էր, խլեցիք։ Նու, խլելվն է։ Ասիկ, դավայ։ Լավ արեցիք, հարց չկա, բայց հետագա ճակատագրի հետ համաձայն չեմ։ Համաձայն չեմ։ Կարա աշխատի, մինչև որ վերջին աբոնենտը իր բանից վճարածից օգտվի եւ վերջ։ Ու բոլորին տեսանելի ձևով սա պիտի քանդվի։ Հիշում եք, որ ասում էին բանը Ծառուկյանի տունը Սարի Գագաթի վերածելու ենք բանի ծերանոցի։ Ես անգամ դրա հետ էլ համաձայն չեմ, եթե վերցվի, պիտի քանդվի։ Պիտի քանդվի, այդ հարամ բաները պիտի չլինեն, պիտի քանդվի։ Ու բերվի հին տեսքին, ծերանոց եք ուզում կառուցել, գնացեք ծերանոց կառուցեք։ Այդ որ մնա, սերունդներ կան, ովքեր անցնելու են դառնան, հիշեն ու հիշացնեն։ Ինչ-որ մի պահից այդ ամեն ինչը վերականգնվելու է։ Ինչ-որ մի պահից այլ ճանապարհով է գնալու ամեն ինչը։ Այդտեղ խնդիրներ ենք ունենալու։ Այնպես որ ես սրա հետ համաձայն չեմ։ Իհարկե դուք էլ կարող եք ինձ հետ համաձայն չլինել, բայց այնց այդ սերնդի դաստիարակման, պետական դաստիարակումը, որ ասում ենք, նաև նման բաներն են։ Ես աչքովս ընկավ կառավարության նիստին վարչապետը խոսում էր, որ օրինակ վավերագրական ֆիլմեր ինչու չեն նկարվում ներկայումս տեղի ունեցող իրադարձությունների մասին եւ այլն, չգիտեմ, սահմանազատման, մյուս։ Գիտեք, պարոն վարչապետ, սա քանդեք, ինքը ամբողջովին կդառնա վավերագրական ֆիլմ։ Ես համաձայն եմ դրա հետ, բայց կներեք, ով պիտի նկարի, ինչով պիտի նկարի։ Մասնավոր հեռուստատեսությունները վավերագրական ֆիլմ նկարեն։ Մասնավոր հեռուստատեսություններ կան, որ արդեն դժվարությամբ են ձգում իրենց գոյությունը։ Բարդ է։ Այնպիսի օրենքներ են ընդունված եւ հանրայինը այնպիսի բան ունի, առավելություն, բարձրակցային որևիցե բան չի մնում տակը։ Այսինքն, քանի որ հանրայինը պետականն է, փող եք տալիս, եթե չեմ սխալվում, տարեկան մի 8 միլիարդ փող եք տալիս։ Թող գնան նկարեն։ Իրանցով ասում գնան մեր բակ նկարեն։ Դեռ մի քանի տարի ասում ենք այդ մեր բակը հանրայինով մի ցուցադրեք, մեկա ցուցադրում են, մի օր էլ ջղայնացած դրեցի, շատ կոպիտ ձևակերպումով դրեցի, բամին եղվել էին, բայց խիա սենց է, որովհետև դեգրադացնում է հանրությանը։ Հանրային հեռարձակողն է, դե թող գնա նկարի, թող գնա օգոստոսի 8-ի մասին էլ դոկումենտալ կա նկարի, կադրերը իմ կարծիքով կտրամադրեք, սահմանազատումներ թող բան անեն։ Մշակույթի նախարարություն ունենք, ճիշտ է։ Գիտեք, այս դպրոցներ, մանկապարտեզներ, որ կառուցվում են, շատ լավ է, բայց ես կարծում եմ դա ենթակառուցվածքների հպարտանալու բանն է։ Կրթության
հպարտանալունը պիտի լինի այդ դպրոցում մանկապարտեզում նոր դպրոցում մանկապարտեզում նոր գաղափարախոսություն դնելը, որը չգիտեմ որքան ուղղված ստացվում, անկեղծ եմ ասում, դեռ ամբողջովին նոր դպրոցներում չեմ եղել, ու իսկ հասարակությանն էլ հնարավոր չի հարցնել ու ստանալ օբյեկտիվ պատասխան, որովհետև տվյալ գյուղի կամ համայնքի ժողովուրդը հազիվ ուրախացել է, որ դպրոց կամ մանկապարտեզ ունեն, բնական է, իրանք չեն ասելու թե ներսը ինչպես է, դեռևս այդ բանն է էլի գնում, օբյեկտիվ պատասխան հնարավոր չի լինի ստանալ, բայց օբյեկտիվ պատասխանը մենք կարող տեսնենք տարիներ անց, հանկարծ այնպես չլինի, որ մի սխալ բան լինի, որովհետև տարիներ անց դեռևս կլինենք ինչ-որ բաների դեմ պայքարող, վերացվում ենք արդեն Դոն Քիշոտին, ինչ-որ հողմաղացների դեմ պայքարողի, կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Եվ շարունակենք միտքը, ինչու ոչ։ Պարոն վարչապետ, ես մի քանի տարի ասում եմ ու հազարավոր մարդիկ համաձայն են իմ ասածների հետ։ Պարզապես այդ լրատվականները չեն կիսի շատ տարածեն ու այդ հանրային պահանջը գուցե ձեր աչքից վրիպի։ Ոչ միայն պահանջը, այլ մտահոգությունը, այսպես ասենք։ Գիտեք ինչ, 91 թվականից հետո, 2026 թիվն է, ու ես հերթական անգամ արձանագրում եմ, որ ոչ միայն վավերագրական ֆիլմեր չկան սահմանազատման մասին, չգիտեմ, օգոստոսի 7-ի մասին, այլ անգամ մի հատ ձևի համար բանաստեղծություն կամ երգ չկա անկախության մասին, անկախ պետության մասին։ Մի կտավ, մի ներկայացում չկա։ Են 20 տարիները լավ հանենք, 8 տարի է։ Երբ որ ես խոսում եմ պետական պրոպագանդայի մասին, մարդիկ հասկանում են իշխանական պրոպագանդան, պրոիշխանական, ոչ, ես, այո, պետության պրոպագանդայով եմ զբաղվում, որքան կարողանում եմ։ Պետության։ Պետական մտածելակերպի, պետական մոտեցման, պետության քաղաքացու, ինքս սխալվելով, սայթակելով, որովհետև դա էլ առաջին անգամ է այդ մտորումները, մենք տասնամյակներով այդ մտորումները չենք ունեցել, չենք խոսել դրանից, չենք կարևորել դա, որովհետև պետական պրոպագանդա է եղել, դա չկարևորելու։ Հիմա չկա պետական պրոպագանդա, չկա։ Դրա համար էլ ես վիճակին ենք։ Եկեք նայենք բոլոր հեռուստատեսություններն ու կայքերը ինչով են զբաղվում։ Լավ, մասնավոր են։ Ռեյտինգի խնդիր ունեն, դե բնական է, ռեյտինգը բարձր կլինի, գովազդատուկ ունենան, բարձր չլինի, չեն ունենա։ Հանրային հեռուստատեսությունը ռեյտինգի խնդիր չունի։ Նա պիտի անընդհատ ցույց տա։ Բայց գիտեք հետաքրքիրը որն է։ Որ օրինակ մի կարևոր բան ասեմ, էլի, աշխարհում գոյություն ունի մանկական հեռուստաալիքների միջազգային տոն։ Միջայլոց շատ հետաքրքիր տարբեր երկրներում նշվում է միջազգային այդ տոնը։ Օրինակ Հայաստանը կարող է մասնակցել այդ տոնին։ Բնականաբար ոչ, որովհետև մենք չունենք մանկական հեռուստաալիք։ Չունենք։ Ու կարելի էր նաև մանկապատանեկան ինչ-որ բան, ասել, բայց չկա։ Մասնավոր կլինի նման հեռուստաալիք։ Չգիտեմ, մի հատ կար փակվեց։ Հետո էլի կլինի, էդ էլ չգիտեմ, որովհետև դարձյալ ռեյտինգի խնդիր կա։ Եվ քանի որ մանկական նյութերը դասիրակշական լրջագույն հետևանքներ են թողնում երեխաների վրա, ինձ կարծիքով, ինձ թվում է, որ դա մասնավոր չպետք է լինի, պիտի լինի պետական հովանավորչության տակ։ Այսինքն պետք է զուգահեռ լինի մի հատ մանկապատանեկան հեռուստաալիք, մի վախեցեք պետական երկրորդ հեռուստաալիք ունենալուց, անգամ երրորդ հեռուստաալիք ունենալուց պետք չի վախենալ։
ասենք H1, բայց բան էլի, հանրային հեռարձակող, բայց 2, սենց, հա, H2։ Եվ մանկապատանեկան հեռուստաալիք։ Երբ որ այս հարցով ես դիմեցի մեր հարգարժան պատգամավորներից մեկին, այս ուղղությամբ զբաղվող, նա հեգնեց ասելով, որ ամենայն հարգանքով տվյալ պատգամավորի հանդեպ, ինչ-որ անձնապես նորմալ հարաբերություններ են։ Նա հեգնեց ասելով, որ երեխաները մեկը հիմա ով է հեռուստատեսությամբ մուլտֆիլմ նայում, բոլորը ինչ-որ սենց գաջետներով են նայում, կամ YouTube-ով բան։ Ես կարող եմ ապացուցել, որ դա այդպես չի։ Դուք կարող եք ես սիրով ձեզ հրավիրում եմ մեր տուն։ Դուք ցանկացած պահի կարող եք գալ մեր տուն ու տեսնել, օրինակ մեր տանը իմ երեխան փոքրը ինչով է նայում մուլտֆիլմը։ Բայց հարցը դա էլ չի։ Հեռուստատեսությամբ երբ որ գնում է պրոյեկտը, այո, նույնը նաև կարող գնա YouTube-ում։ Հայերեն լեզվով, այն ինչ որ պետք է մեր երեխաների համար։ Այն հասարակության, ինչ որ ուզում ենք տեսնենք տարիներ անց։ Մանկական ֆիլմեր, մեկ տեսեք էլի մանկական ինչ ֆիլմեր են նկարահանվել։ Շատ վատ ֆիլմեր։ Որովհետև չէ, դա էլ հասկանալի է, ամեն ինչի իր պարզաբանումը ունի։ Մեզ ինչ որ մի պահից հանգարց պարզվեց, որ մեր սցենարիստներ պետք չեն, սցենարական բանը ֆակուլտետը փակվեց։ Հետո սցենարիստներ երբ որ պետք էին կամ ունենք ավելի տարեց սցենարիստներ, ովքեր ժամանակի հետ չեն տրանսֆորմացվել, որովհետև իսկապես ֆիլմ ով էր նկարում, որ մարդիկ էլ աշխատանքով տրանսֆորմացվեն, այսինքն այլ ձեռագիր էր, ոչ համահուն ժամանակներին, եւ ունեին երիտասարդներ, ովքեր չունեին այդ պատկառելի մարդկանց, տաղանդավոր մարդկանց շնորհքը։ Ուսած բախումներ, ստացվեց այն ինչ որ ստացվեց։ Հա, այն սերիալները, որոնք որ տենց շատ անմակարդակ, ես ինքս դրանց մեջ նկարվել եմ, նենց չեմ վրա ես գցումը։ Եվ այո, շատ անմակարդակ, էժան, ապուշ, ախմախ բաներ։ Իմ գոլեգաներին հարգանքներ աս, ես նյութերն եմ ասում։ Ոչինչ չտվող նյութեր։ Հիմա, մենք ունենք մի հատ հսկայական շինություն, աշտարակի ճանապարհի վրա, կոչվում է Հայֆիլմ կինոստուդիա։ Ես չգիտեմ այդ կինոստուդիայի ճակատագիրը վերջին ոնց է դասավորվել վերջին ժամանակներում, բայց մի բան հաստատ գիտեմ, ով ոնց վերցրեց ինչ-որ բան անելու, կիսատ պռատ դարձավ։ Հասկանում եք, մեկին ձեռ չտվեց, մեկին ձեռ էր տալիս, բայց բաներ էր թաքցնում, մի խոսքով։ Հիմի հարց, կարելի է այդ տարածքում, օրինակ, հիմնել հայկական մանկապատանեկան հեռուստաալիք։ Կնկարահանվեն մուլտֆիլմներ, կձայնագրվեն մուլտֆիլմեր, մանկական ֆիլմեր, գիտական ալիքներ, կրթական ալիքներ, տեսանյութեր, որոնք որ կարող են ոչ միայն հեռուստաալիքում մնալ, անգամ կարող են գնալ դպրոցներ, հենց այն դպրոցներ, որտեղ որ ի շնորհիվ այսօրվա իշխանությունների գրեթե բոլոր տեղերում առնվազն դահլիճները նորոգված են եւ առնվազն մի հատ պրոյեկտոր կա։ Չիլնի հետներս կտանենք։ Եվ դա եւ կազմակերպել օրինակ կինոդիտում մանկապատանեկան եւ քննարկումներ փոքրիկ։ Նրանց սիրելի արտիստներ կամ ինչու արտիստների միայն, հենց այդ երեխաներն էլ ովքեր որ խաղան այնտեղ կներկայանան մյուս երեխաներին։ Եվ այստեղ կծնվեն նոր բաներ, հասկանում եք։ Բայց այս ամեն ինչը առանց խորքային ուսումնասիրելու, առանց մտածելու, հա, էլ չեմ ասում ինչքան աշխատատեղեր։ Օպերատոր, ստեղծագործող մարդկանց աշխատատեղերի մասին է խոսքը։ Բայց պարզվեց պետք չի։ Հիմա այնտեղ ասել են պետք չի։ Դուք կառավարությանը ասում եք պետք է կառավարության նիստին։ Ինչպես պիտի հասնի դրան։ Ով պիտի մտածի դրա մասին։ Կարա մտածի դրա մասին այն քաղաքացին, ով որ պետական լիարժեք դաստիարակություն է ստացել։ Գոնե մեծամասամբ, հա։
Իմիջիայլոց այս առաջարկը ես երբ որ անում էի, այդ ամբողջ պատկերն էի տեսնում, անգամ շատ ռեժիսորներ կապվեցին այդ ընթացքում ինձ հետ։ Մի քանի անգամ եմ բարձրաձայնել այս հարցը։ Ես չգիտեմ, այս անգամը դուք կլսեք, չեք լսի, բայց ես մի քանի անգամ բարձրացրել եմ այս հարցը, բարձրացրել եմ ավելի խորքային ուսումնասիրած լինելով, ավելի այլ մեկ ձևով մեկնաբանելով։ Կապնվել են 1000 տեսակ ստեղծագործող մարդիկ։ Անգամ որոշվել էինք մի հատ հանրային մեծ քննարկում իրականացնել ու առաջարկները արձանագրել ներկայացնել, բայց այնքան այնպես թևաթափ արեցին։ Դե բա դե YouTube-ով տենց Հիմա դուք ասում եք չէ, տենց բաներ նկարեք։ Ինչով։ Դա կարա լինի միայն պետական միջոցներով։ Կամ նման մրցույթ կարող է հայտարարել ԿԳՄՍ նախարարությունը։ Բայց ԿԳՄՍ նախարարությունն էլ մի հատ նենց բանի մրցույթ էր հայտարարել, հենց հիմա ամոթա, որ ես կարդամ հեռուստատեսությամբ այն, ինչը որ համարել էր նորմալ ու տեղադրել էր կայքում։ Ամոթա, որ հեռուստատեսային ֆորմատով ես դա կարդամ։ Եվ փոխարենը փակվել էր մեկ այլ կայք, որտեղ որ իրական քննադատությունը, դատողությունը, թատերական ամբողջը շատ գեղեցիկ հայերենով հստակ գրված, աշխատանք արած։ Այդ դրա համար sense բաներ տեսնում ենք, չենք հասկանում, ինչին ենք գնում։ Չէ, ինչը այսօր կատարվում է, գիտենք։ Անգամ գիտենք խիա կատարվում։ Ոչ միայն ինչա կատարվում, այլ ինչու է կատարվում։ Բայց ինչ արդյունք է տալու, ինչին ենք մենք գնում, չգիտենք։ Այդ դրա համար էլ չենք հասկանում, այս ինչ բան արժի քննադատել, թե ոչ, օրինակ։ Կամ օրինակ, այսօր կարող են շատերը քննադատել դպրոցական դասագրքերը, իսկ շատերին կարող են դուր գալ դպրոցական դասագրքերը, ու դա տեսանելի է։ Բայց թե նրանց ում որ դուր է գալիս եւ թե նրանց ովքեր որ քննադատում են, այս երկու խումբն էլ չի կարող վերջնական բան արձանագրություն կատարի, որովհետեւ նպատակը ըմբռնելի չի։ Այսինքն այս դասագրքերի նպատակը, որ սերունդը ինչպիսին դառնան, այնքան ըմբռնելի չի։ Այսինքն ինչից բխելով ենք քննադատությունը անում, հա? Ասենք չես կարող ասել, ինչու Մեսրոպ Մաշտոցի նկարը չկա, այնուց էլ ասի, գիտեք ինչ, Մեսրոպ Մաշտոցը չի դա առհասարակ դա Հորինովի կերպար է, եւ ոչինչ որ չկա, բայց իր մասին պատմող նյութ կա 21-րդ դարին համահունչ QR կոդով։ Այս երկուսն էլ իրաց տեսակետով կարող են թե ճիշտ լինել, թե սխալ, որովհետեւ դեռ վերջնանպատակը իրանք չգիտեն։ Բայց եթե ասենք մեր նպատակն է, որպեսզի մենք 10 տարի հետո կամ 15 տարի հետո դե կրթական ոլորտը դա այն ոլորտն է, որտեղ որ երկարաժամկետ են լինում ռազմավարական ծրագրերը, ունենանք այսպիսի հասարակություն։ Եվ որպեսզի քննադատությունը բխի դրանից, որ այսպիսի հասարակություն ունենալու համար տեղին է որ սա QR կոդով լինի, թե պիտի անպայման նկարը ֆիքսած լիներ։ Հասկանում եք։ Այս սա է անհասկանալին։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունում ցավոք սրտի ցանկացած բան գնում է 5-ամյա ցիկլով։ Դրանից ավել ոչ մի բան չկա։ Ջրամբարների մասին ենք, գիտեք, ինչու՞ միայն դա։ Էլի падգամավորների եմ դիմել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Հա, ասել եմ հետևյալը, տղերք ջան։ Մեքենան ինձնից, ժամանակը ինձնից, տեխնիկան ինձնից։ Ես գնամ լուսաբանեմ ոչ միայն ջրամբարները, այլ ագին առելի աշխատանքներ են տարվում, մշակութային կոթողները, որոնք նորոգում, 1000 բան, ամբողջը անեմ, անվճար, ես դա չեմ ուզում անեմ, որպեսի տենց աշխատանք կողքից ունենամ, էլի ախպեր ինձի բանը,
չեմ մտել կռիսավարի ուզում ինչ-որ բան կերեմ, չնայած դա լավ աշխատանք է, կարելի էր եւ լիներ, բայց անգամ դա չի խնդիրը։ Ասել եմ մենակ մի խնդրանք ունեմ։ Գոնե երկու բան։ Մեկը որ եթե կարելի է գոնե ավտոն լիցքավորենք, նու գազով կամ բենզինով, եթե ոնց է հարմար, вообще-то գազով է հարմար, ավելի էժան է։ Գոնե մենակ այդ հարցը լուծեք։ Եվ երկրորդ ինֆորմացիա։ Գնել ջան, 10 հատ մշակութային կենտրոնով նորոգվում, մեկը այս գեում է, մեկը այն համայնքում է, մեկն էլ են քաղաքում է։ Շո։ Որ կոնտակտ լինի, որ գնաս ընդեղ, այդ մարդ լինի, ում տեսնես ու ով պատմի, խոսի, դու էլ պատմես, խոսես, հավելյալ ինֆորմացիա լինի, հանրությանը ներկայացնելու։ Օրինակ ասեմ, այսօր հաճելիորեն ինձ մի հաճելի բան, ինձ համար հաճելի մի բան տեղի ունեցավ, կապվեց մի շատ հետաքրքիր տիկին, ով եկել էր մեր ստուդիա ինձ հանդիպելու, բայց այստեղ դե գիտեք, հանդիպումները ժամային առումով չեն կարող տեղի ունենալ, սա հիմնարկություն է, հա։ Ուրեմն այսօր զանգեց ու ասաց, որ օգոստոսի 15-ին, եթե չեմ սխալվում, Ակներ գյուղում թատրոնի 100-ամյա տարեդարձն է նշվելու։ Գյուղի թատրոնում, որը ժամանակին ժողովրդական թատրոնի կոչում է ստացել։ Գյուղի թատրոնները առհասարակ ժողովրդական թատրոնի կոչում չեն ստանում։ Սա ասեմ ձեզ։ Սա շատ մեծ գնացեք մի հատ գյուղ ու որոշեք այդտեղ բան ունենալ, թատրոն ստեղծել։ Ես գիտեմ դա ինչ աշխատանք է։ Ես շատ լավ գիտեմ դա ինչ աշխատանք է։ Իհարկե միջոցառումների շարք է նախատեսված ու նաև հրավիրում էր ինձ նույնպես ներկա գտնվել։ Հիմա ես որ գնամ, բնական է, չէ, որ ուզելու եմ ներկայացնեմ այդ թատրոնի պատմությունը։ Բացի այն, որ այդ ժողովրդյան Facebook-յան ֆոտոներից, հա, հիմա գտնվում ենք ակներում եւ սենց սիրուն գրառումը, կարելի է ներկայացնել ինչերի միջով է անցել այդ թատրոնը։ Արխիվը պատկերացնում եք 1926 թիվ մի հատ մտովի եկեք գնանք ու ասենք, որ գյուղում թատրոն սովի տարիներն է դրանից հետո եղել, դրանից հետո երկրորդ համաշխարհային պատերազմը առհասարակ եղել։ Ոնց է ապրելով եկել հասել մեր օրեր։ Սա խոսքով դարձյալ սենց օլորեցին, կորցրեցին թեման գնաց։ Չէ, հանկարծ չստացվի ես հիմա բողոքի գիրկս բացել եմ, ունենց վատեսեք բան, չէ, ես ուղղակի չեմ կարողացել հստակ հասկանալ, ինչ է ուզում, ինչ նպատակներ կան դրված, ինչ դոկտրին կա առհասարակ, գաղափարախոսություն, դուրս են եկել ով չի ալարում, համախմբումից է խոսում, ասպես գաղափարախոսությունը տակի դրած ուրա, ինչ գաղափարախոսություն, մեկը գալիս է, չգիտեմ, դաշնակների գաղափարախոսություն, մեկը գալիս է հանրապետականների, մեկը նժդեհի ձեռը բռնած է գալիս, մյուսը Մոնթեյ, ախպերջան ասում ես, պետություն ասա, գաղափարախոսություն, ով ինչ գիրք կարդացել է վերջին անգամ, հետի վերցս գալիս է, հիմա էլ Աշկովս ընկավ, բանա, ոնց, չգիտեմ, ռեալ ասեմ, բառացի չեմ լսել կտրիչից, բայց սենց բանա տարածվում, որ իպր, ի պատասխան վարչապետի խոսքերի, որ ասեց, ես նման կաթողիկոս չեմ ճանաչում, նա էլ ընդեղից ասել է, ես Նիկոլ անունով վարչապետ չեմ ճանաչում։ Ուրեմն անկախ նրանից ասելա թե չէ, որովհետև ռեալ չեմ տեսել, կրկին եմ ասում, ես չեմ սիրում հանկարծն չստացվի սուտ լուրեր տարածողի համբավ ձեռք բերեմ, բայց ամեն դեպքում գոնե Բագրատից Գալստանյան լսել եմ դա։ Ու ասեմ հետևյալը, դուք չեք կարող չճանաչել, որովհետև վարչապետին ընտրում է ժողովուրդը, քաղաքական թիմին ընտրում է ժողովուրդը, ում վարչապետ նշանակում է ամենամեծ ձայներ ստացած բանը, կուսակցությունը կամ խմբակցությունը։ Դուք չեք կարող չճանաչել ժողովրդի ընտրությունը։ Դուք շատ պուճուր եք, դուք շատ
փոշի եք, ոչ ճանաչեք ժողովրդի ընտրության արդյունքները։ Դուք այդտեղ ոչ ոք եք, որ չճանաչեք։ Իմիջայլոց դա արգելում է նաև Աստվածաշունչը։ Ամենատարբեր ակնարկներով։ Այդ ձեզ կարա ժողովուրդը չճանաչի, կամ վարչապետը չճանաչի։ Առավել ևս այնքան կեղտի մեջ, եթե թաթախված եք, որքան դուք։ Որովհետև ձեզ ժողովուրդը չի ընտրում, համապետական ընտրություններ չեն լինում։ Դա գնում է, չգիտեմ, մի քանի հազար հոգով գնում, ընտրում են, հետո այդտեղ այդ ամենայն հարգանքով, այնտեղ պատկառելի մարդիկ են լինում, բան հարգանքի արժանի մարդիկ, մի խոսքով, այդ ժողովը ընտրում է։ Բայց դա համապետական ընտրություն չի։ Այնպես որ ձեզ խելոք պայեք ու նման արտահայտություններ անելուց առաջ մատ փորձեք հիշեք, գոնե դուք հարգեք ձեր կարգավիճակը, այն կարգավիճակը, որը խաբելով փորձում եք սաղացնել մեզ վրա։ Իհարկե խոսակցությունը այլ ընթացք ստացավ, սիրելի հեռուստադիտողներ, որովհետև ես այստեղ պատրաստել էի նաև Նարեկ Կարապետյանի ստերին հեցի մասով առնվազն Ռոմանոս Պետրոսյանի գրառումը, բայց ոչինչ, եթե սա առաջիկա աշխատանքային օրերին հաջորդ շաբաթվա չընթերցենք, ապա դուք ինքներդ միգուցե կտեսնեք որևիցե հաղորդման ընթացքում։ Կփորձեմ բայց հիշել ու հաջորդի երկուշաբթի անպայման կարդալ ձեզ համար։ Եթերում ազատ շփումներ, իսկ մենք հաջորդ շաբաթ էլ կաշխատենք, հետո թույլ տվեք մի քանի օրով դրանից հետո գնալ արձակուրդ, հետո վերադառնալ արդեն նոր թափով։ Լավ մնացեք, եթերում ազատ շփումներ, կհանդիպենք։